եկել ենք ուրիշ նոր ձեզ բերել ենք PUBG մենք եկել ենք սերտի ծաղ ձեզ բերել ենք Դու PUBG-ին մեջ կնայես լավ կոմենտ մեզ կգրես PUBG մենք եկել ենք լավ story ձեզ բերել ենք Պատմություններ շատ խառը աշխատողներ դարը Մատուցող թե բարմեն հաճախորդ Citizen եթե լավ համոզեն Վերջում իրար գուցե ուզեն Ամել թե չեն ուզի Էդ մասին ձեզ չեն կասի PUBG Έλα μη ρόπε μια μου κεκ John Nathan John Jan Ողջույն Այսօր գլես իշն է հիշում Որ մեր դասանլի չամեջիկին կտել եք ոտերիտակ ու տշում եք Արա Ալեք չամիչը քո մականուններ Բենժի եք ընձի կտել եք ոտերիտակ տշում Լավ հիմա հիշողությունների գիրգրես ընգե կարևոր գործեր ունեմ John Jan դե կարևոր գործունես հանջատի Տեսակ ոնց պորտը դրեցի տեղը Արա ես հիմա եմ հասկանում մեր գործերը խի առաջ չեթում Մեկըտ մեկից է տարօրինակ եք Զանգում եմ են մարկին վրես մոլատ զոնատ է գալի Ինչ անեմ դրա հետևից իսկական կիլեր ուղարկեմ խփեն թե կհամոզես հետ գա խաղի մեջ Չէ կիլեր պետք չի դու ավելի լավ է կիլերը տեղը մամային ուղարկի Հենց համոզես մարկին մամայդ կուղարկեմ Աջող Գատիկ ոնց մի կնդակով են կոտ նապաստակ կրակեցի Նապաստակ մի վախեցի դա այլաբանական դարձվածք է Այս ինչ դալուկ ու հյուծված վիճակա Ալա, լալա, կոմոտուղվա, մատեք եք ստեղ Հաբի գործը կանգնացա, գործը մեռացա Դե բա որ մի օր մարդ կրակեն, մի օր հոգ է հանգիստանեն, բա ինչ պիտի լինի, բա պիտի մեռած լինի գործը Բա այսօր զանգել են 40-ի արարողություն էին ուզում ամրագրեին, 2 ամիս հետո էր լինելու Լավ, էլ միա թարգեք, այս մեռելների թեմա փագեք Այս սա քո թեմաները էլ չլսեմ ձեզանից Դուք գիտեք որն է կոչվում կյանքի ծառ Չէ Ես տենց էլ գիտեի, որ չգիտեիք Բիստակի ծառը կոչվում է կյանքի ծառ Այսինքն, ատմարցինայի կյանքից մի հատ օգտվեք, ուղեղներդ աշխատացրեք ու մի հատ կրեատիվ իվենթներ մտածեք, գնացի Ես առաջարկում եմ, քանի որ մի ամսյակը ավարտվել է, միայնակ կանանց իվենթ կազմակերպենք Որ դու կոմունատ ընկերուները հավաքվեք Դե ուրեմն եկիք Halloween կազմակերպենք, թող քո ուզողները գան, մեկը մեկից մեռել են Մի հատ վերջացրեք, նոր ասեցի այդ մեռելների թեման մի հատ թարգեք Ես առաջարկում եմ Ուրեմն նայեք, 3 օրվա բորշի իվենթ կազմակերպեք Լավ էլ ինչ բորշ Իմ աղջիկ, բա այդքան բորշը ես ինչ անեմ Խեղճ մերս այդքան պատրաստել, ասեցի էլ այդքան մի պատրաստի Ես էլի եկավ, որ ինձից հարցին եմ իվա խապեք էլի Բարև ձեզ բարմուշ, բարև ձեզ լալա Երջանկության համար այստեղ պակասում է ալլա Չեք տեսել արդյոք դուք իմ միակին Անհասանելի այդ նուրդ էակին 3 օր սպասում եմ նրա լայքին Ուզում եմ նրան տանել մալականի այգին Ու վապշե ինչքան ես պիտի քայլեմ առանց կին Օտոբանջո ջան, Ալան գնացել է եկեղեցի մոմ վառի, որ դուք հասնեք իրար Որ եկեղեցի Սուրբ Ղազար Օտոբանջո Ասա բիջո Գետես որքան եմ լացել Աղի արտասոնք թապել Աշոտիկ ջան աշոտիկ Բարմուշ մի հանգավորի, ասելիքդ ասա Օտոբանջո, ուզում եմ փաբում իվենթ կազմակերպեմ
ու երկու տարբերակ ունեմ, էլի։ Հələ լսի։ Մեկը անսահմանափակ 3 օրվա բոր, իսկ երկրորդը դու առաջարկի։ Չմտածես առանց բարած կեկել եմ։ Հենց դրա համար էլ այստեղ եկել եմ։ Ախ որպես առանց հանգավորման։ Ու վարդերի բույրը վարման։ Ասեցի առանց ոտանավորային։ Այստեղ գանուց ինձ կանգնեցրեց գայի։ Ախ որպես նա վերջացրու։ Առաջարկ ունես։ Հա, ունեմ։ Հենց առաջարկ։ Այստեղ գրական երեկո կազմակերպենք եւ իմ երեկոն անպայման նկարահանենք։ Բայց ինչի՞։ Որովհետեւ Զիմբաբվեում գրական մշակութային փառատոնի եմ մասնակցում, որում անպայման պիտի հաղթեմ, որովհետեւ պարտվողներին ուտում են։ Բայց ինչու ես մասնակցում։ Որովհետեւ հաղթողներին չեն ուտում։ Լավ, կկազմակերպենք։ Դու լետ ասա, հաճախորդներ կգա։ Այդ մասին դարդ մի անի։ Շատ փող կաշխատեք, անգլերեն money։ Ես քեզ խնդրեցի առանց հանգավորման։ Կանենք, հարց չկա։ Դու լետ այստեղ ինչ ա կատարում գալիս եմ։ Հա ջան։ Ագնեսիկ ոնց եք, ինչ եք անում։ Ոխ, շոտ եմ կարոտել քեզ քոթոտ։ Տես կարոտդ պաղպաղակից եմ առնում։ Քո նման քաղցր ու համով։ Լավ ես անում։ Կարաս չէ երկու գործողություն մի անգամից անես, համ ուտես, համ լսես։ Հա։ Ոնց հա, դու սկի մի գործողություն չես կարող անես։ Մի ամիսա պետք է մարկետ ամուսնաներ գայր մոտս։ Կյանքս լավ էլի տենց բաներ մի ասա։ Ես ինչ մեղավոր եմ, որ Ալեքի գրին քարտը չստացվեց, որ Մարկը սիրարվեց Անուշիկին, որ Կիկոսը ընկավ տրոլեբուսի տակ։ Տրոլեբուս։ Էդի Կիկոսը չէ, էդի ձախորդ փանոսն էր։ Լավ, լսեք, Մարկը զանգել է, վրաս մունաթա գալիս, սպառնում է քեզանով։ Ոնց ինձնով։ Հա, ասում եմ, եթե Ալեքի մամային վնաս տակ, ինքն է քեզ վնաս կտա։ Ոնց վնաս կտա։ Հա, վնաս։ Կարող է լավ չի զգում դա, կարող է շատ արել է, կարող է գնաս տամներան։ Լավ, կյանքս հասկացա։ Հիմա ինչ պետք է անեմ։ Չգիտեմ ոնց, չգիտեմ ինչպես, ստիպելով է, համոզելով է, ոնց ուզում եք արա, այդ Մարկը պետք է ամուսնանա հետդ ու շուտ գաք հասնեք ստե։ Եթե դուք շուտ չհասեք ստե, ոչ կարող հետդ կապ պահեմ, ոչ է կարնալու եմ էլ փողերը թողեմ քեզ։ Ջան։ Հա, Նոեմի տոտա։ Հələ շուտ հելար բանտիշորեր դասավորելու։ Նոեմի տանդե տալու ես աղ, ցավը տանեմ։ Դրանց տվածը ես գիտեմ։ Շուտ վեր կա շորեր դասավորելու։ Լավ, Ագնես, դուք 24 ժամ ժամանակ ունես այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Հակառակ դեպքում ինձ էլ մոռացի, հարստություններս էլ մոռացի, Ամերիկան էլ մոռացի։ Գոր, ասա Վարդանյան ջան, ապեր հետ եղելա Էրաստենաց, որ 14-րդ հարգից ընկնում ես։ եղելա 14-րդ հարկից ընկնելուց Էրաստենա։ Իսկ դու նարդին կարճ ես սիրում խաղալ, թե երկար։ Կարճ եմ խաղում, շատ երկար։ Էրիկա գլոք գովաս է։ Բարի օր ձեզ։ Անուշիկը ստե է աշխատում։ Դե դուք կանգնեք ստե ես մտնեմ ներս։ Էսով էր։ Չճանաչեցիր։ Պասկովցի Դավիթն էր։ Դավիթը Սասունցի չէր, Բայրանը մնում էր, զիով։ Մարկ, հիմա նա ինչ եմ ասում քեզ։ Ոնց նայեմ, եթե ասում ես ասեմ, ասածը լսում են։ Լսի ինչ եմ քեզ ցույց տալի։ Էդ էլ չեղավ։ Նա ինչ եմ քեզ ցույց տալի։ Ինչ ես անում։ Այսին, Ջոնը մամայիս մատերն է քաշում։ Ալեք քեզ էլ ոնց բացատրեմ, որ չի հասցնի։ Ջոնին ընդամենը մնացել է մոտավորապես 15-ից 20 ժամ։ Ինչի՞ է դու ակումուլյատորը նստելու է։ Ակումուլյատորը չի նստելու, Ջոնն է նստելու, ու դրանից հետո ամեն ինչ գնալու է իր հունով։ Բա մամաս։ Ասում եմ մի անհանգստացի։ Ախր ոնց չանհանգստանամ, Մարկ ջան։ Համեն ես մենակ Եգիպտոս Հուրգադա եմ հանգստանում։
Ստովից 15 կիլոմետր հեռու քաղաքի կենտրոնում։ Ուտելիքներ, all inclusive։ Մատչեն ցավը տանը։ Արի քարերը փեշտը թափի։ Ագնեսայի հետ ամուսնացի։ Արի ես էլ ճունից կպրտնեմ էլի։ Ալեկ, ես էլ քեզ որ լեզվով բացատրեմ, որ Ջոնը էլ ոչ մի բան չի կարա անի։ Քնչուեր եմ բացատրի։ Գիտես ես իրեկամից քնչուերների դասի եմ գնացել։ Արա ոնց եմ կարոտել իմ քնչուերենի դասատուին։ Ռոզա շակրնային։ Կապկնիկեր, գնաց քնչուաստա։ Լավ, հիմա կարաս լրջանաս։ Մենք ուրիշ մոտեցում պետք է ցույց տանք Ջոնին, առաջնային մեր մասին մտածելով։ Ինչ։ Հիմա արի հաց ուտենք, դրանից հետո կասեմ։ Հələ պետք է գնամ փաբ։ Ատենք արդեն է փաբ։ Ալա, լսի ասում եմ ես Անուշիկը քո լայթ տարբերակն է։ Մի օր Մարկի հետ եմ, մի օր էլ ես տղու։ Աղջի ես չգիտես ով է։ Պսկովցի Դավիթն է։ Պսկովի խաղողի գործը իր ձեռն է։ Պսկովում խաղող կա։ Դե երևի չկա, դրա համար էր եկել այստեղ։ Ալավ, դու որտեղից ես ճանաչում իրան։ Չնայած չէ, մի ասա։ Ինձ ավելի հետաքրքիր է ինչ գործ ունի Անուշիկը այս տղու հետ, քան թե դու։ Չնայած դու ինձ ընդհանրապես հետաքրքիր չես։ Դու ընդհանուր բոլորին հետաքրքիր չես։ Հետաքրքիր չեմ, սապրոսներից բաց եմ տեսնես։ Այս մի ամսում, գիտես քանի հետ հին դաշնամուր եմ ծախել։ Աղջիս մենա թող լսեմ։ Անուշիկ ջան, ճիշտ է փոքր տարիքից իմ քուրն ես, բայց մեկը չհասկացար, որ եթե մեկը քեզ հավանում է, նախ առաջինը ես պիտի հավանեմ։ Դավ, մի անհանգստացի։ Մարկը շատ կիրթ, դաստիարակված ու խելացի տղա է։ Բա որ այդքան խելացի տղա է։ Խիա քեզ թողում ստե աշխատես։ Իա, հոյրը թողնելով չի։ Երևում է, որ իմ քուրն ես։ Լավ աղջիկ ես։ Կարաս շրջապատիցս հարցնես։ Հումորդ էլ է տեղը, բայց ես չգիտեմ ինչ տղա պիտի քո համար գտնեմ։ Բարդ քննություն պիտի անցնի։ Դավ, դու ինձ գիտես, ես վատ տղայի հաստատ չէի հավանի։ Անուշ ջան, ոնց էի քեզ կարոտե։ Դրա համար էլ եկա կարոտը սառնեմ։ Ես էլ քեզ էի կարոտել։ Բարև ձեզ։ Անուշարեք։ Կներեք քուրիկ ջան։ Մենք կարող է իրար այդ վայքի կալոնքում լունգո խմելուց պատայքի մոտ ենք ծանոթացել։ Չէ, սխալվում եք։ Ես չեմ սխալվում։ Կարող է լավ չեմ հիշում։ Այն չէի ասում։ Ասում եմ ամենաշատը քեզ եմ կարոտի Անուշս։ Բայց դու մի հատ ինչ չես զանգում։ Պարզվում է արդեն ապագա ես կառուցում։ Դե լավ, դավ։ Ինչ նորություն կա։ Լսի, ինձ մի անգամից հիշեց։ Աղջի հետ չեմ հարցնումի։ Նորմալ է, որ քեզ հիշեց, հաստատ մի հատ խվատայքի մոտ եք ծանոթացել։ Ինչ էին խոսում։ Աղջի ոնց հասկացա, Անուշիկը այդ տղու սիրածներից մեկն է։ Ինչից ենթադրեցիր։ Դե ասում է քեզ ամենաշատն էի կարոտել։ Աղջի, ով գիտի հիմա երեխեքին սոված թողել է, եկել է փողերը սրա վրա է ծախսում։ Աղջի, ով գիտի Անուշիկն էլ այն մարդից փողերը վերցնում սրան է տալիս։ Աղջի, ով գիտի։ Աղջի, ով գիտի է։ Արի զանգին կհարցնենք։ Աղջի, ես ինչ նախադեպը չունեցող նորություններ էր մեր համար։ Խոսում եմ քեզ հետ, ես առանց բլև։ Լավ առաջարկ ունեմ քեզ, չէ՞։ Լսի, դու կյանքում մի անգամ կարաս առանց այդ տափակ հանգավորումների նորմալ ասելիքդ ասես։ Հա, ուրեմն նայ։ Փաբում կազմակերպում ենք իմ գրական ստեղծագործական երեկո ու անպայման նկարահանում ենք։ Հետո այդ նկարածը ուղարկում ենք Զիմբաբվե, այնտեղի առաջադեմ երիտասարդությանը։ Նրանք տեսնում են ինձ իմ ֆոնի վրա PUBG-ին, գովազդից ոգևորվում են ու աճապարում են այստեղ։ Ինչ ջուր լիքը կվաճառենք։ Օդ բանջո։ Զիմբաբվեից ով պետք է գա ստեղ այդ միջոցառմանը մասնակցի։ Ծիմոնն ու Պումբան։
Եթե հիմա այս միջոցառմանը նորմալ հաճախորդ եք հավաքելու, ինչ ասեմ, կազմակերպեք։ Ասեղ գցելու տեղ չի լինելու, տեղ ու դադար չի լինելու։ Իմ ընկերները, որ իմանան իմ երեկոնա գրական, բոլորը կգան այստեղ, որպեսզի կարդան իմ ստեղծագործությունները։ Բանմուշ, ապեր ես տղեն ամավոր հանչիկի հետ նստած եմ։ Ապեր ալայու լալայի պատմելով ես տղեն ընտանիքը թողելա Ռուսաստանում եկելա, որ Անուշիկին փախցնի։ Ես Անուշիկն են հետը պայմանավորվելա Չարբախի գոտապի դեմ։ Հեշվել ես, համարկը։ Մարկը ինչ։ Անուշիկը Մարկից փողերա փողում, որ հարսանիքի տարոսիկի ծախսերը փագի։ Արդյոք այս ամեն ինչի դուրս ես պատմում։ Ալանու լալան են ինձ ասել, հաստատ իկանք էլ ասել։ Արա ոնց բարմուշը դու ես ինչեր ես ինձ պատմում, դու ես ինչեր ես ինձ պատմում։ Հրի սինի դու։ Ինչ։ Սինի։ Նշանդրեկին չարա սովորական սինի։ Արա զիլյոնին չէ սովորական սինին, սինին։ Արա դե ասա սինի, որտեղ ասում է սինի։ Դուրս ես։ Դու մնգերոչ ինգերը ունես ուզում պարծնես։ Ուй։ Վարդանյան, վեն ինչ ուխուրաներսը կարող է խառնվենք։ Չէ ինչ-որ գրական երեկոյա թատրոնի պիես եմ փորձում։ Ամել ես երբ որ ուտոպիա եմ ուտում, ինձ զգում եմ 7-րդ երկնքում։ Ես էլ այդ պիեսի վերջին գործող անձն եմ։ Վարդանյան, ասա գործան։ լսիլ է, Շեքսպիրը Համլետներ գրել։ Չէ, Համլետը Շեքսպիրներ գրել։ Արա դու շատ խելացի ես էլի։ Ասա ինչի ես տեղ աշխատում։ Ինչի ես տեղ աշխատում։ Ապրես։ Ախպերս կներես։ Ուղղակի իմ այս ամեն ինգերոջ ունես, փախցնամ դրա համար խփեցի։ Էդ լավա որ աղջիկը թացիվը պաղող տղա ես, բայց խփելուց առաջ մեծ ճշտի նոր խփի։ Ախպերս ճշտել եմ։ Իմ ընկեր բարմոշից ճշտեցի, դրա համար եկա խփեցի։ Դավիթ ջան, կներես էլի, Ալեքը չի իմացել, Ալեքը իմ ընկերն է։ Դավիթն էլ Անուշիկի աղբերն է։ Ձեռձեռի տվեք իրար թող անցնի գնա էլի։ Այդ ձերքի տալը իմ աչքին չի երևում։ Անուսիկ ջան, կներես, սաբը տանեմ, ես եկա, որ մեր աղբորը խփեի, ավելի ճիշտ քո աղբորը։ Շվեյցարիա մեծ քաղաքային լանդվասեր գետի ապին անունը ոնց էր։ Դավոս։ Դավոս էլ փստսես դրա համար այդ սինին կպավ քեզի։ Սիրելիներս, շատ շուտով կսկսվի իմ գրական երեկոն, այնպես որ ես շուկան ու կայարանը հավաքեք ու հետևեք ինձ։ Ալե, շուկան ու կայարանը որն է։ Բազար վաղձալ են է։ Մարակ ջան, այսօր ադբոյ, կզանգեմ երկա հանդիպենք։ Եղավ աղբերս։ Ժամը 7-ն է, ես անկերներս կգամ։ Չէ, հաստատ կգան, ես նրանց գիտեմ, ուղղակի երևի խցանման մեջ են ընկել։ Օդու բանջում, ես քո գրական երեկոյի մասին բացի մեզանից։ Էլի մարդ գիտի։ Իհարկե, բոլոր ընկերներս։
Իսկ կարող է ընկերները թերացել են, սիրելիներդ էլ չկան, նույնիսկ մոտիկ բարեկամներդ գրական երեկոյիդ հազիվ թե գա։ Ավելի բարմուշ, այս կրիտիկական պահին փոխանակ օգնես, վայել քավատես լինում։ Հազար անգամ ասեցի, արի 3 օրվա ասամանափակ բորշի իվենտ կազմակերպենք, չէ, բա չէ, Մի րոպե, հա, արի նստի մի հատ օտոբանջը, նստի։ Քնարական, եթե սիրեսից, սիրտս խփում է ինչպես թմբուկի զարկը, բայց դու լսում ես միայն հեռախոսից զանգը, ես քեզ երգ եմ նվիրում ինչպես գայլը լուսնին, դու ծիծաղում ես, ավելի լավ է ձուկ բռնեի։ Հիմա դու իմ աղջիկ։ Հայրենասիրական, իմ երկիր Աֆրիկա, քո հողում աճում են բաոբաբի ծառեր, ինչպես նախկինների խորունկ իմաստություն, քո գետերում լողում են թաղեր ու առյուծներ, ինչպես իմ ազգի հպարտությունն ու ուր։ Մանկական, մեծետիկ կար, շատ չանաճճի, հարջում էր միշտ ծոր ու օրիկ, երբ նրան ասում էի ուղիղ կնա, ծիծաղում էր, չեն կանադա, մի օր նստեց նա ճողի վրա, ճողն էլ ծոր էր, ինչպես նա, համի փչեց, ճողը շարժվեց, ծիտը վայ, ասեց ու գլորվեց, բայց նա չվախեցավ, վեր բարձրացավ, թռած, ծալվալած ու երկեց անցավ, ուղիղ կամ ծուր, ինչ կամ որ, գլխավորը, ծիծաղում է, ամեն օր։ Շնորհակալ եմ Ալլա քո պատրաստակամության համար։ Շնորհակալության կարիք չկա, ես միշտ էլ թույլերին ու անօգնականներին պաշտպանում եմ։ Օտոբանջը ջան խափում է, ինքը թույլերին ու անօգնականներին օգտագործում է։ Իսկ քեզ մինչև ականջների ծայրը սիրահարված է։ Հիմա այդ ընկերներդ գալու է։ Տղերք ջան, ես երկուսիդ էլ հավասար շատ սիրում ու հարգում եմ։ Քո մտածած ձևով չէ, Ալեք ջան։ Լավ լսի, Մարկ։ Եթե Ջոնը նստեց, ինքը էլ կորցնելու բան չունի ու հաստատ մեզ ինչ-որ վնաս կհասցնի։ Ամեն դեպքում Ալեքի մամային, որ հաստատ։ Ասում եք չէ, մամայիս մատերը քաշել է, մամայիս մատերը քաշել է։ Ալեկ, ես ինչքան քեզ բացատրեմ, որ Ջոնը ոչինչ բան չի կարա անի։ Ոյ դու ինչ գիտես է, դու Ջոնին ճանաչում ես, կարող է հիմա չէ, բայց հետո որ բանտից դուրս գա, հաստատ վնաս տալու է։ Երևի նենց ոնց են մարկանց ձեռից իրանց բիզնեսները խլես, չէ։ Դու որտեղից գիտես։ Դե դժվար չէր պատկերացնելը, որ Ջոնը իր քրտինքով հալալ չէր կարա ոչ մի բան աշխատեր։ Ավելի Մարկես ինչեր ես խոսում, ինչեր ես ասում, վայ։ Լսի, քո որոշումն է։ Եթե համաձայնվում ես, համաձայնվի։ Եթե չէ, գոնե խորհուրդս լսի, այն խեղճ Անուշիկի մասին մտածի, այդ մի մատ երեխու։ Կամ իրանց տեղից փախցրու տար, որ ամեն ինչ լավ լինի, կամ էլ չգիտեմ, դու որոշի։ Մարդ ջան, Անուշիկի պահով մի անհանգստացի։ Ես քեզ բան եմ ասում։ Անուշիկ իմ համար ոնց որ քուրերն է։ Մեկ Անուշիկին բան ասեց, սինինգ վեկալեմ կտամ գլխին։ Ցավեցնում աղաչում եմ քեզ։ Մի բաներա մամայից հետ գելու գազանի ճանկեր։ Լավ մի լացի։
հանգստացի։ Ես խոստանում եմ Ջոնի հետ մամայի թեմայով կխոսամ, բայց դե չգիտեմ, կօգնի թե չէ, ով գիտե։ Լավ զանգի Ջոնին։ Ասա թող $500,000 փոխանցի հաշվիս ու ես կամուստանամ քո հետ։ Աջան այդ փողից $100,000 փոխանցես եմ մամայի տանը մաման էլ որ կդանտենա։ Հա կփոխանցեմ։ Oh, PUBG.